ինչ որ դուք լսեցիք ի սկզբանե, թող բնակվի ձեր մեջ։ Որովհետև եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ որ ի սկզբանե լսեցիք, դուք ևս կբնակվեք որդու եւ հոր մեջ։ Եվ այս է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այն է հավիտենական կյանքը։ Բարի լույս սիրելիներ, Հովհաննես առաքյալը այսօր այս պատգամն է մեզ տալիս իր առաջին նամակի մեջ։ Այն ինչ որ դուք լսեցիք, թող բնակվի ձեր մեջ։ Ինչ գեղեցիկ արտահայտություն է։ Արդյոք մենք մեր լսածը թողնում ենք, որ բնակվի մեր մեջ։ Հոգևոր առումով։ Իհարկե դժվարանում ենք, բայց այն ինչ որ աշխարհում լսում ենք, մի հատ էլ ամբողջ օրը քննարկում ենք, հետո դարձնում ենք մեր սեփականությունը, մեր ուզած ձևով վերլուծում ենք եւ մատուցում ենք մեկ ուրիշին։ Եվ այսպես սիրելիներ, ստացվում է, որ մարդու մեջ բնակվում են ավելորդ տեղեկություններ, բնակվում է ավելորդ միտք, ավելորդ կասկածամտություն, անհանդուրժողականություն եւ մնացած բաները։ Այսօրվա հոգևոր նախաճաշը մեզ գալիս է սովորեցնելու եւ ասելու, որ մենք պետք է Տիրոջ խոսքով առաջնորդվենք այս կյանքում։ Բնակեցնենք մեր մեջ, դարձնենք մեր տան անդամը Տիրոջ խոսքը եւ այդ խոսքով առաջնորդվենք։ Եվ այս դեպքում է, որ Տիրոջ խոստացված հավիտենական կյանքը մեզ հասանելի կլինի։ Այնպես որ առաջնորդվեք Տիրոջից, տեսեք թե ինչ եք բնակեցնում ձեր մեջ եւ Տիրոջ խոսքի ներկայության մեջ ընթացեք դեպի հավիտենություն։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։